Պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը վաղարշաբաթի ընտրություններից հետո գրառում արեց, որ սա 2026 թվականի ընտրությունների նախերգանքն է, իսկ նրա թիմակիցներն ասում էին, որ նախկինների ուժերի ներկայացուցիչների Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և մյուս ընդդիմադիրները ջախջախվեցին Էջմիածնի ընտրություններում և կջախջախվեն նաև համապետական ընտրություններում։ Սա ինչպես է գնահատում, նախ ձեր ներկայացրած ուժը մասնակցելու է համապետական խորհրդարանական ընտրություններին, թե ոչ, եւ ինչ եք անելու, որպեսզի մասնակցության դեպքում չջախջախվեք։ Նախ այն իշխանությունը, որին հայ ժողովրդի թշնամին է ջախջախել, ստորացրել, արժանապատվությունից զրկել, միակ բանը, որ կարողանում է անել, դա երկրի ներսում ահաբեկչություն իրականացնելն է սեփական ժողովրդի նկատմամբ։ Այսինքն ես չեմ տեսնում կամ չեմ պատկերացնում այն գործիչների պահվածքը, որոնք Ադրբեջանից այսպիսի հարվածներ են եղել, մեր երկիրը բոլոր առումներով հասցվել են բավականին ծանրագույն կետին, եւ միակ բանը, որ մնացել է, հոխորտում են սեփական ժողովրդի տարբեր հատվածների նկատմամբ։ Այսինքն դրա գնահատականը ինքնին այս երևույթն ու այս իրադարձությունները ամբողջացնում բերում եւ ամբողջացնում են։ Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին կամ վաղարշաբաթի ընտրություններին, ինչպես իշխանության պատգամավորներից մեկն էր մի առիթով համատություն արել, Նիկոլ Փաշինյանի համար չկա վաղարշաբաթի քաղաքապետ, չկա մարզպետ, չկա նախարար, նրանք իրենց ներսում բոլորին դիտարկում են պաշտոններում որպես ուսապարկեր, դա իրենց արտահայտությունն է, եւ ցանկացած անձի տարբեր իրավիճակում կարող են զոհաբերել հանուն իրենց ներխմբային կամ ներիշխանական շահերին։ Ինչպես դա եղել է բազմաթիվ պաշտոնյաների նկատմամբ, որոնք մի դեպքում ներկայացվել են որպես հերոսներ, հետո իրադրությունը փոխել նրանց ներկայացնել որպես հակահերոսներ։ Սա նաեւ այն բանի հաստատումն է, որ Նիկոլ Փաշինյանի համար նույնիսկ սեփական թիմակիցները որևէ արժեք չունեն եւ կրկնում եմ պատահական չէ, որ համեմատության մեջ նրա թիմակիցներից մեկը այդ պաշտոնում գտնվողներին որպես ուսապարկեր ներկայացնում։ Ես կարծում եմ, որ մեր երկրում այն ուժերը, որոնք իրականում պայքարում են ոչ միայն իշխանության համար, այլ երկրում իրական փոփոխությունների համար, անվտանգությունից մինչև տնտեսական կամ սոցիալական իրավիճակի բարելավում, դրանք որևէ մեկը ոչ թե պետք է պայքարեն իրենց հասարակության տարբեր հատվածների դեմ, նրանց թիրախավորելով, վարկաբեկելով, զրպարտելով, այլ հանրությանը ներկայացնեն ծրագրեր, որոնք ներկայացնում են հասարակության բոլոր խմբերի առաջնային շահերը։ Եվ չնշեցիք, արդյոք որոշում կա ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է, թե ոչ, Սերժ Սարգսյանն էլ այս հարցին ըստ էության դեռ չէր պատասխանել։ Սերժ Սարգսյանը կարծում շատ հստակ պատասխանել է եւ դա մեր որոշումը այդ մասով դեռևս փոփոխություն չի ենթարկվել։ Կուսակցությունում եւ կուսակցության գործադիր մարմնում ընտրությունների մասնակցության հարցը դեռևս քննարկման առարկա չի դարձել եւ ըստ այդմ մենք այդ մասով այլ ասելիք, քան մինչեւ այդ հնչեցել ենք, պարզապես չունենք։ Այդուհանդերձ, պարոն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը երեկ նաև ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին նախկին ուժերը, որոնք ըստ նրա Հայաստանը մղել են դեպի թակարդը, պետք է քաղաքական դաշտից դուրս մղվեն եւ նաեւ խորհրդարանում չհայտնվեն։ Ինչպես եք վերաբերվում այս հնչեցրած մտքին եւ արդյոք սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը այս հայտարարությամբ փորձում է հանրության մոտ տրամադրություններ ստեղծել եւ իրենց քվեն ստանալ, ասելով, որ դե նախկինները չեն լինելու, ինչ եք ձեր քվեն տալիս օրինակ։ Եթե այս իրադարձությանը մենք նայենք դասական իմաստով, ապա ես կարճ կպատասխանեի, որ դա ժողովրդի որոշելիքն է եւ ժողովուրդը իր քվեով դա արտահայտելու է։ Բայց քանի որ մենք խոսում ենք իրադարձությունների մասին եւ երկրում ստեղծված այնպիսի քաղաքական իրավիճակին, որին շատ ավելի հատուկ են բռնատիրությանը համահունչ միջոցառումներ եւ գործողություններ, ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի ասելիքի հիմքում լրիվ այլ տողատակ կա։ Նիկոլ Փաշինյանը ոչ առաջին անգամ է ոչ միայն այսպես արտահայտում, հենց այդպես է գործում են եւ տարբեր քաղաքական հայտ ներկայացրած գործիչների ուժերի նկատմամբ ճնշումները, որոնք արտահայտում են բռնության կիրառումից մինչև մարդկանց ճաղերի հետևում հասնելը,
ըստ էության մատնում է իշխանության այն իրական անելիքը, որը ամենօրյա ռեժիմով արտահայտվում է։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի պատկերացումը ոչ թե հասարակության կողմից քվեով այս կամ այն ուժին հեռացնելու մասին, այլ Նիկոլ Փաշինյանը ըստ էության ավելի քաղաքակիրթ ձևով ասում է այն, ինչ որ անում է նրա ներքո գործող, նրա քաղաքական հանրությունով գործող դատաիրավական համակարգը, ով համարվում է նրա համար մրցակից, այդ գործիչը կամ այդ ուժը անընդհատ թիրախավորվում է եւ այս պայմաններում այն, որ 40-ից ավելի մարդիկ քաղաքական հետապնդումների ներքո են, մի մասը անմիջական կալանքի տակ են, մի մասը թեև այս պայն կալանքի տակ չեն, բայց նրանց նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացում եւ դատաիրավական որևէ process-ում է, սա ինքնին խոսում է դրա մասին, որ Նիկոլ Փաշինյանը դաշտից փորձում է հեռացնել, չեզոքացնել, հեռու պահել բոլոր այն գործիչներից, ովքեր կարող են եւ փողոցում եւ ընդրական process-ներին նրա համար խնդիր առաջացնել։ Ես վստահ եմ, որ դրա մասին լավագույնս գիտակցում են այն կառույցները, որոնք մշտապես հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք տարիներ շարունակ բարձրացրել են մարդու իրավունքների, ժողովրդավարության կամ ազատ մրցակցության հետ կապված տարբեր հարցեր, բայց ներկայումս որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակներից ելնելով կամ լռում են կամ սատարում են այս իշխանությունների ոչ ժողովրդավար միջոցների կիրառումը, որը կրկնում եմ արտահայտվում է մարդկանց բռնաճնշումների, կալանքը որպես պատիժ ընտրելու եւ մարդկանց պարզապես ազատությունից զրկելու միջոցով։ Փաշինյանի թիմակիցները հակառակն են պնդում, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան, այնպես չէ, որ այլախոհության համար տանում են եւ բանտեր լցնում եւ նշում են, որ այն մարդիկ, որոնք ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում, նրանց նկատմամբ տարբեր քրեական գործեր կան եւ ըստ դրանով են շարժվում։ Կարծում եմ մեր հանրության համար երկու կողմից հնչող հայտարարությունները բավականին հստակ իրավիճակ են ստեղծում, որովհետեւ այն օրինակները, որոնք այսօր դաշտում արտահայտված են, պարզապես ջախջախում են իշխանության այդ կեղծ փաստարկները, որոնք ներկայացնում են քաղբանտարկյալների հետ կապված։ Օրինակ, Մասիսի խոշորացված համայնքի արդեն նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը շուրջ ստեղծված իրավիճակը։ Իշխանությունը նախ տեսնելով Դավիթ Համբարձումյանի պահվածքը եւ նաեւ դատական process-ներում արտահայտվող իրավիճակը, երբ որ նրա դեմ նույնիսկ ճնշումով բերված կեղծիքներով ցուցմունք տված անձինք էին հրաժարվում դրանից, ել չեմ խոսում այն մասին, որ Դավիթ Համբարձումյանը մասնակցությամբ կեղծ տեսանյութ էր հրապարակում, երբ որ այդ կոնկրետ միջադեպը, որով գործ ընթանում էր Մասիսի գյուղերից մեկում էր տեղ ունեցել, սակայն Երևան քաղաքի ինչ-որ հատվածից էր ներկայացում, ակնհայտորեն որևէ փաստ, որևէ ցուցմունք չլինելու պարագայում Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այնպիսի պատժամիջոց կիրառվեց, որի պարագայում անխուսափել էր դառնում նրան ազատությունից զրկելը եւ ըստ այդմ նաեւ խոչընդոտ էր ստեղծում նրա հետագա կառավարման առումով։ Այսինքն չկան փաստեր, չկան ցուցմունքներ տվողներ, չկա տեսանյութ, որը հիմնավորում է նրան վերագրվող մեղադրանքը, բայց հաշվի առնելով նրա հեղինակությունը որպես տեղական ինքնակառավարման մարմինը ներկայացնող ղեկավար է եւ նաեւ վարչապետի իմպիչմենտի գործընթացում որպես մեր ֆրակցիայի տեխնացուի պարզապես նրան մեկուսացրեցին։ Վերջին դեպքերից մեկը վերաբերում է Նարեկ Սամսոնյանին եւ Վազգեն Սաղաթելյանին, ովքեր իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ այսպես կոչված հրապարակային վեճ ունելով պատճառով, ընդ որում նրանց նկատմամբ հնչել էր վիրավորանքներ, նրանք փոխադարձ վիրավորանքներին հնչել, բայց չգիտես ինչու ճաղերի հետևում հայտնվեցին նրանք։ Էլ չեմ ասում այն մասին, որ այն մեղադրանքը, որ նրանց նկատմամբ կա, դա վաղուց ապակ իրականացված է եւ դրա համար որևէ պատիժ չէր ենթադրվում։ Նաեւ ուզում եմ հիշեցնել, որ նույն տաղաներին սրանից առաջ էլ կալանավորել էին, հետագայում դատական process-ներով նրանք արդարացվել են։ Սրա մասին բնականաբար լավագույնս գիտի իշխանությունը, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարդկանց մեկուսացնելը, ճաղերի հետև ուղարկելը իշխանության համար որպես պատժիչ ձև է օգտագործում, նրանք այս փուլում գնացին այդ ճանապարհով։ Նույնը վերաբերում է օրինակ Բագրատ Սրբազանի շարժման մասով անցնող մեծ թվով մարդկանց։ Սկզբում իշխանությունը նրանց բոլորին ահաբեկիչներ հայտարարեց, սկսեցին կիսատ պրատ
ցուցմունքներ ներկայացնել, որոնք հետագայում դատարանում պարզ դարձավ, որ կամ ամբողջական չէին, կամ չէին համապատասխանում իրականությանը։ 18 մարդու զրպարտեցին, ահաբեկիչներ անվանեցին, բայց դրանից 5 ամիս է անցել այդ կալանավորումներից, այդ մարդկանց նկատմամբ խափանամիջոցները փոխվել են, եթե այդ մարդիկ լինեին ծանր հանցագործներ, ինչը որ նրանց վերագրում էր, բնականաբար նրանց խափանամիջոցը չերել փոխվի, այսինքն շարքը շատ մեծ է եւ նույնիսկ իրադարձություններն են հստակ ցույց տալիս, թե երկրում ով է քաղաքական հետապնդման ենթարկում, ով է այս մասով ասում ճշմարտությունը եւ իրականում Նիկոլ Փաշինյանը շատ դեպքերում չի էլ խուսափում ասել այն, ինչ որ ինքը անում է եւ շատ ակնհայտ է դարձնում, որ երկրում պարզապես process է, երբ որ ընտրություններից առաջ դաշտը փորձում են հնարավորինս թույլատնել ընդդիմադիր դաշտը, մարդկանց բառից բուն իմաստով գործընթացներից դուրս բերել, որի պայմաններում ընտրությունների ընդառաջ պայմանական կմասնակցեն ուժեր, որոնց բավականին մեծ վնաս է հասցված լինելու բոլոր ուղղություններով։ Պարոն Աբրահամյան, վստահ եմ դուք էլ եք լսել ԿՊԱ-ական տարբեր պատգամավորներ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունից հետո ասեցին, որ ՀՀԿ-ն պատիվ ունեմ քաջ գիտակցելով, որ Դավիթ Համբարձումյանը անցնում է քրգործով եւ պատիժը անխուսափելի է, կարելի է այսպես ձևակերպել, նշանակեց նրան թեկնածու, որպեսզի նաև այսպես փակուղու բերի այդ իմպիչմենթի գործընթացը։ Դա կատարել անհեթեթություն է, որովհետև նրա նկատմամբ կային արդարացնող վճիռներ, այսինքն Դավիթ Համբարձումյանը դες 18 թվականից սկսած անընդհատ տարբեր քրեական գործեր են եղել, եւ դա պատահական չէր, նախ թեև նա համայնքի ղեկավար դարձել էր 16 թվականին եւ 18 թվականին ամեն ինչ անում էին ճնշումների տակ նրան հրաժարական հասնելուն, դա ոչ միայն դա չհաջողվեց, այլ դրանից հետո տեղ ունեցան 21 թվականին խոշորացված համայնքի ընտրություններ, որտեղ Դավիթ Համբարձումյանը բացարձակ հաջողություն ունեցավ, այսինքն 50+1% ձայն հավաքեց։ Նրա դեմ տարբեր գործեր, մի մասը նախաքննության փուլում մահացան, կար գործեր, որոնք դատական փուլ էին մտել, դրանք արդարացվեցին եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում այս վերջին վճռին, սա այս վերջին նորագույն պատմության ընթացքում այդ որակի ապօրինությունը, այդ կարգի բան երևի տեղի չէր ունեցել, որովհետև աննախադեպ իրավիճակ է փաստերի, ցուցմունքների բացակայության եւ անհրաժեշտ տեսանյութերի բացակայության պայմաններում նման վճիռ ունենալ։ Մյուս կողմից իշխանությունը մեծ թվով մարդկանց նկատմամբ տարբեր դրդապատճառով քրեական գործեր է հարուցել։ Այսինքն այդ մարդիկ իրավունք չունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու։ Գիտեք, շատ անհեթեթ է հնչում այն, ինչ որ ասում են։ Իհարկե մի կողմից հասկանալի է, որ կա իշխանություն, որի ռեպրեսիոն մեքենան անընդհատ աշխատում է, իսկ այդ մարդիկ, ձեր նկարագրած մարդիկ ստանձնել են իշխանությունը պաշտպանելու եւ իրենց ապօրինությունները առաջ մղելու ֆունկցիա եւ ենթադրաբար նման բաներ պետք է հնչեցնեն։ Պարոն Աբրահամյան, եթե անդրադառնանք դարձյալ վաղաշաբաթի ընտրություններին, ընդդիմությունը ինչ դասեր քաղեց այս ընտրությունից եւ ձեզ համար պարզ է ինչու գնացին եւ ընտրեցին ԿՊ-ի թեկնածուին, այսպես չընտրելով ընդդիմությանը, գուցե պատճառն այն է, որ քաղաքացին չի ուզում օրինակ Ռոբերտ Քոչարյանի կամ մյուս ընդդիմադիրների հետ ասոցացվող թեկնածուին ընտրել։ Նույն օրինակը այլ ձև կարելի է բերել, որ պարտություն կրած հայրենիք հանձնած Հայաստանի Հանրապետությանը տարածքների կասկադի տակ դրած մարդու թեկնածուն է։ Այդ դեպքում տրամաբանությունը որն էր նրան գնալ ընտրելու։ Մի կողմից այնտեղ նաև թիմ ընտրությունների որոշակի առանձնահատկություններ էր աշխատում, որտեղ մարդկանց փորձում էին շատ դեպքերում գնահատել ոչ թե քաղաքական կոնտեքստում, այլ ծանոթ, բարեկամ, տեղային նշանակության հարցերի համատեքստում։ Երրորդը, որպես կանոն, իշխանությունները իրենց ռեսուրսը ընտրությունների տանելու շատ ավելի մեծ մոբիլիզացիոն պոտենցիալ են ունենում, հաշվի առնելով, որ բոլոր մեխանիզմները նրանց ձեռքի տակ են, եւ այս ընտրությունները դուք տեսաք, որ քարոզարշավից մինչև բուն քվեարկության օր իշխանության ամենատարբեր դեմքերը, նախարարներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, պատգամավորներ, խորհրդային նախագահ, բոլորին ամբողջությամբ բերել էին եւ դրել էին այդ համայնքի ընտրությունում, այսինքն ծառայացնում էին այդ ընտրություններում, այսինքն վարչական ռեսուրսի նաեւ աննախադեպ իրավիճակ եւ ուղղորդում էր այստեղ տեղի ունենում։
Գիտեք, ես չի ուզեմ նա այս իրադարձությունները այս պահին ընտրական հատկապես այդ վաղարշաբաթում տեղ ունեցող ընտրությունների համատեքստում ներկայացնել, որովհետև դա հետևանք է եւ այն, որ մենք խոսում ենք 26-ի մասին եւ դրա հիմքում դնում ենք նաեւ այն, որ իշխանությունը միջև ընտրություններն է փորձելու իր այս աղաղող ապօրինությունները իրականացնել, այսինքն ազատ մրցակցային հնարավորություններ զրկել, մարդկանց ֆիզիկապես զրկել process-ներին մասնակցություն ունենալուց, նրանց կալանավորելով, տնային կալանքի ռեժիմով պահելով, բազմաթիվ սահմանափակումներ մտցնելով նրանց գործունեության եւ տեղաշարժերի առումով եւ այլն, սա պատահական չեմ ասում։ Երկրորդը կարծում վաղարշաբաթի ընտրությունները այլ համատեքստում պետք է այստեղ դիտարկել եւ դրանում իշխանության շահագրգռվածությունը, այստեղ երկու հանգամանք կար։ Առաջինը դա վեհարան դեմ գործողությունների համատեքստներ, որտեղ իշխանությունը շատ էր կարևորում կոնկրետ վաղարշաբաթում իր դիրքերի ամրապնդումը եւ դա որպես պլազդարմ մայրաթորի դեմ գործողություններում օգտագործելը եւ երկրորդը, տեսեք, ընտրական process-ներից առաջ իշխանությունը փորձում է պրեսինգը մեծացնել տարբեր համայնքների նկատմամբ, որի ղեկավարները ունեն կամ անդիմադիր կեցված, կամ նույնիսկ նրանք որոշակի լոյալություն են ցուցաբերում, այն ինչ տեղ ունեցավ նաեւ Գյումրիում, այն ինչ որ տեղ ունեցավ Մասիսում, նաեւ միջև այդ տեղ ունեցել տարբեր համայնքներում, դեռ չեմ խոսում ժամանակին Վանաձորում Մամիկոն Ասլանյանի դեմ, Բերդ քաղաքում, Ալավերդիում, որտեղ ոչ իշխանական տեխնացու հետ հաղթեր, բայց մեկ տարվա ընթացքում բարից բուն իմաստով խլեցին նրանից հաղթանակը եւ տվեցին ԿՊ-ին եւ այլն, ցույց է տալիս նաեւ իշխանության վերաբերմունքը, իսկ այս դեպքում կոնկրետ անհանդուրժողականությունը ոչ միայն անդիմադիր հայացքներ ունեցող, այլ նաեւ որոշակի լոյալություն դրսևորող տեխնացուների, որտեղ այս դեպքում մարդիկ կան, որոնք անդիմադիր խոսք չեն հնչեցնում, բայց իրենք ԿՊ-ի զոնտիկի տակ չեն մտնում եւ նույնիսկ այս վիճակը այս իշխանության համար ընդունելի չէ եւ նրանք հիմա էլ այդ թվում թիմ ընտրություններին մոտենում են այդ կոնտեքստում։ Ինչ է կարծում, վաղարշաբաթին գիտակցաբար ընտրեց ԿՊ-ին, մտածելով, որ այսպես Նիկոլ Փաշինյանի օրակարգն է սպասարկելու, մանդատ է տալու կաթողիկոսի հեռացման դեմ գործողությունների համար։ Չեմ կարծում, որ սա մարդկանց կողմից մայրաթորի դեմ գործողությունների կանաչ լույս վառել էր, հատկապես որ դրա մասին Փաշինյանը խոսեց ընտրությունը հաջորդ օրը, երբ որ ակնհայտ դարձավ, որ իրենց տեխնացուն հաջողություն ունի, բայց նույնիսկ 50+1 չէր հավաքել, բայց մյուս ուժերի դաշինքների համեմատ էր մեծամասնությունը ապահովել եւ երկրորդը այնտեղ գործող տեխնացուներ ընտրաշավի ժամանակ խուսափում էր այդ հարցադրումներից եւ իր դիրքորոշումը նույնիսկ այդ մասով չէր էլ արտահայտում, թե դա իր համար կաթողիկոս է, թե այն անվանումը, որը իշխանությունն է ներկայացնում, եւ այս պարագայում իշխանության խանդավառությունը, թե մարդիկ երաշխավորել են կամ կանաչ լույս են վառել իրենց վեհանի դեմ գործողությունը, դա ակնհայտորեն այդպես չէ։ Պարոն Աբրահամյան, եւ վերջին օրերին 5 տարի անց դարձյալ քաղաքական խոսույթում եւ քննարկումներում 44-օրյա պատերազմը սկսելու հանգամանքների վերաբերյալ խոսակցությունն է տարածվում եւ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր հարցազրույցում նշել է, որ իրենք չեն իմացել, որ պատերազմը պետք է սկսի, անգամ նշել է, որ ինքը տեղյակ չի եղել, իրեն արթնացրել են, մինչդեռ այլ բան է ասում Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ Հայաստանի հետախուզությունը դրա մասին տեղյակ է եղել եւ այլ աղբյուրների միջոցով տեղյակ է եղել, որ հակառակորդը պետք է գործողություններ սկսի, բայց երբ իմացել են, արդեն ուշ է։ Փաշինյանն էլ ասում է, որ Արշակ Կարապետյանը պատերազմը բացառող տեղեկություններ էր ստացել Ռուսաստանի արտաքին հետախուզությունից։ Ձեր կարծիքով ո՞րն է պատճառը, որ նման հակասություններ է իշխող ուժի ներկայացուցիչները հայտնում, արդյոք չեն իմացել, թե իմացել են եւ ինչ որ քայլեր, գործողություններ դրա դեմ չեն ձեռնարկել, չեն նախապատրաստվել հարձակմանը։ Գիտեք, այն, որ իշխանությունը հստակ իմացել է հարձակման մասին, դա արդեն փաստ է։ Այն, որ իշխանության մեջ գտնվող տարբեր դեմքեր դրա մասին եթե նույնիսկ չեն իմացել, ապա դա իրենց խնդիրն է, իրենք կարող են իրենց ներսում այդ հարցը ճշտել, թե իրենք ինչու ինֆորմացված չեն եղել։ Միգուցե կան մարդիկ, ովքեր ինֆորմացված են եղել, բայց հանրությանը մոլորեցնելու համար պարզապես ստում են, բայց այն, որ իշխանության վերին
էշելոնում տեղեկատվության տիրապետողներ են եղել պատերազմի հավանականության, բարձր հավանականության մասին, մարդիկ, ովքեր տիրապետել են հետախուզության հավաստի տեղեկությունները, դա ինքը Նիկոլ Փաշինյանն է նաև հաստատել, որ նման տեղեկատվություն ստացել է։ Ստեղ գլխավոր խնդիրը հատկապես 44-օրյա պատերազմի պարտության եւ դրան հաջորդած ցաներ հետևանքների մասով հետեւյալն է, այն իշխանությունը, որը եթե ոչ 100%-անոց, ապա իմացել է, որ մեծ հավանականությամբ պատերազմ է լինելու, իսկ նաև կան տեղեկություններ, որ կոնկրետ օրն է նույնիսկ իմացել, թե որն է այդ գործողությունը լինելու, եւ երկիրը համապատասխան վիճակի չեն բերել, նկատի ունեմ խաղաղ ռեսերից չեն բերել ռազմականի, մոբիլիզացիա չեն իրականացրել, զորքերը պատրաստության համապատասխան վիճակի չեն բերել, ըստ էության չեն դիմավորել հակառակորդի հնարավոր հարձակումը, այս մարդիկ ուշում են քաղաքական էլ իրավական առումով պետք է պատասխանատվություն կրեն այդ ծանր պարտության եւ դրա հետևանքների մասին։ Ի վերջո այստեղ ոչ միայն տարածքային հսկայական կորուստներ են եղել, հսկայական հազարներով մարդիկ են զոհվել։ Սրանից հետո այդ իրադարձությունից հետո օգտվելով իրավիճակից Ադրբեջանը նաև ոտնձգություններ իրականացրել Հայաստանի Հանրապետության նկատմամբ կութականից, սոտքից, ջերմուկից, սկսած իշխանասար, սևլիչ, դեղգյուղ, ներքին հանդ շարունակական է սա, ես ասում եմ հիմնական կետերը, բայց բազմաթիվ համայնքների հատվածում այդ մխրճումները տեղի ունեցել։ Դրանք հետևանքն են 44-օրյա պատերազմին, դրա հետևանքով Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակի հասկանում եք։ Հիմա իշխանությունը թողել է այդ գլխավոր հարցը, փորձում է նաև որոշակիորեն խճճել հասարակությանը, մեկը կասի այսպես է եղել, երկրորդը կասի այնպես է եղել, երրորդը այնպես լինի, մարդկանց մոտ խճճում են եւ երրորդական պլան են մաղում դեպի իրական ինֆորմացիան, բայց ես վստահ ասում եմ, որ տեղեկատվությունը, հավաստի տեղեկատվությունը, որը ստացվել է եւ հետախուզության կողմից, եւ ստացվել է նաեւ տարբեր աղբյուրներից, այդ թվում հանրային հարթակներից եկող տեղեկատվությունից, հստակ ցույց է տվել, որ այդ ռազմական գործողությունները տեղի ունենալու։ Միգուցե 1-2 օրվա տարբերություն կարող էր եղածներ, բայց պետությունը դրան պատրաստվելու եւ հատկապես պատերազմի առաջին օրերը իր կորուստները կրկնակի եռակի կրճատելու հնարավորություն ունեցել է, որը չի գործել համապատասխան ձևով։ Սա բերել է նրան, որ հարվածները իրենց ծանրության, վնասակարության, խոցելության առումով գրեթե անդառնալի են դարձել այն իրադարձությունները, որոնք այդ պահին տեղի ունեցել առաջնագծում։ Պարոն Աբրահամյան, ըստ էության իշխանության ներկայացուցիչների ասածներից ստացվում է, որ սլաքները ուղղում են դեպի Արշակ Կարապետյանը, որ նա Ռուսաստանի հետախուզության միջոցով համապատասխան ինֆորմացիան չի տրամադրել, որ պատերազմ է սպասվում։ Երկու բան ասեմ, տեսեք, ով էր Արշակ Կարապետյանը։ Արշակ Կարապետյանը այդ պահին եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այսինքն երկում ունեցել է վարչապետի խորհրդականի կարգավիճակ, ով ենթադրաբար զբաղվել է անվտանգության հարցով, անվտանգության թեմաներով, իր մասնագիտացումից ելնելով եմ ասում։ Եթե Արշակ Կարապետյանը առաջին իրենց սխալ ինֆորմացիա է հաղորդել կամ, չգիտեմ, մոլորեցրել է կամ որևէ այլ բան է արել, ինչու են հետագայում նրա նշանակի գլխավոր շտաբի տեղակալ։ Ինչու են դրանից հետո նշանակել պաշտպանության նախարար։ Այսինքն տարօրինակ է, չէ՞, համ ասում են, գիտեք, Արշակ Կարապետյան ինֆորմացիա է տվել, որը ըստ էության հակառակն է եղել, տվել է, որ պատերազմ չի սկսելու, բայց պատերազմ է սկսել, ապա դրանից հետո նրան նշանակել են ԳՇՊ-ի տեղակալ։ Դրանից հետո նշանակել են պաշտպանության նախարար, բայց ինչ են նշանակել, սա մեկ։ Եվ երկրորդը, Արշակ Կարապետյանին նշանակել է ամենասկզբից վարչապետի կարգավիճակում եւ համապատասխան լիազորություններ Մոսկվա գնալու եւ տարբեր պաշտոնյաների հետ հանդիպելու բնականաբար լիազորել է Նիկոլ Փաշինյանը։ Հիմա եթե իր նշանակած անձը սխալվել է, դիտմամբ է կամ մեկ այլ բան է արել, ապա այս իրավիճակում ով է դրա պատասխանատուն։ Պարզ չէ, որ նրան նշանակող, նրան համապատասխան գործառույթներով լիազորող պաշտոնյան, որը Նիկոլ Փաշինյանն է, այսինքն ինչ ձևով ուզում են Արշակ Կարապետյանի կամ այլ զինվորականների հարցը շահարկեն, այս իրավիճակում այդ բոլորը նրանց նշանակած մարդիկ են։ Նույնը խոսք է գնում Արտակ Ձավթյանի մասին, որը ինչ-որ փուլում ԳՇՊ է եղել, կամ Օնիկ Գասպարյանի, Դավիթ Տոնյանը, եթե չեմ սխալվում, 3 տարուց ավել է նստած էր այլ գործով, հրթիռների գործով։ Հիմա
Դավիթ Տոնոյանը իրեն վերագրվող մեղադրանքը իրականացրել է իր պաշտպանության նախարար եղած կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի պաշտոնարարման օրոք եւ այլն։ Ես իհարկե դատավորի կարգավիճակ չունեմ ասել ով է ճիշտ, ով է սխալ, հատկապես որ վստահություն չկա այս դատաիրավական համակարգի վրա, բայց իր նշանակած մարդկանց մեղադրանք են ներկայացվել, հիմա գալիս են խոսում են ասում են գիտեք, դա մենք չենք, այս մեկը Դավիթ Տոնոյանն է արել, այս մեկը Արտակ Դավթյանն է արել, այս մեկը Կոնի Գասպարյանն է արել, այս մեկը Արշակ Կարապետյանն է արել։ Այդ բոլոր մարդիկ բարձր պաշտոններում, այդ կոնկրետ այդ պաշտոններում նշանակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը մեղսակցություն չունի անմիջական կամ օղակի առումով, նա պատասխանատվություն է կրում իր նշանակած անձանց վարքի, գործողությունների եւ իրենց ֆունկցիաների իրականացման հարցում։ Այնպես որ ինչպես էլ ուզենան այս կամ այն կողմ գնան, պատասխանատվությունը մնում է իրենց քաղաքական որոշում կայացնողների դաշտում եւ սա վերագրել որևէ այլ կողմին պարզապես չեն կարող։ Պարոն Աբրահամյան, ինչ եք կարծում, եթե 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզող քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվեր, հանրության համար լույս կսփռվեր արդյոք պատերազմի կամ այլ գործողությունների մասին, որոնք եղել են, կտեղեկանայինք, թե ոչ։ Այն իրավիճակը եւ այն սպասումները, որոնք առաջացել էին կամ իշխանություն դիտմամբ ստեղծել էր այդ հանձնաժողովի ստեղծման հիմքում դնելով, այդ ժամանակ լրիվ այլ պահանջներ եւ նշանաձողեր էր դրված, բայց ինքս զեկույցին ծանոթանալով տեսնում եմ ձևավորված սպասելիքների եւ դրա որևէ ձևով հանրային ակնկալիքներ չբավարարելու անգամանքը եւ չեմ կարծում, որ հանրությունը եւ հատկապես այն մարդիկ, ովքեր մեծ շահագրգռվածություն ունեն դրա հանգամանքների բացահայտման մասով, այդ զեկույցի հանրայնացման կարող են դրանից ամբողջական պատկեր ստանալ։ Երկրորդը օրինակ զեկույցում կա հատվածներ, որոնք այնտեղ ներկայացված են նկատի ունենալով երկու տարբեր անձանց, օրինակ հանձնաժողովի նիստում տրված բարձրաբանումները, որոնք միմյանց հետ հակասության մեջ են օրինակ այդում միևնույն իրադարձության, միևնույն վայրի կամ հանգամանքի հետ կապված։ Իհարկե զեկույցում էլ է դա ներկայացված, որ երկու տեսակետ կա, գրված է նույնիսկ որ այստեղ սահան հակասում է եւ այլն։ Բայց նկատի ունեմ, որ այդ հանձնաժողովը այնպես չէր, որ այդ զեկույցով բոլոր դրվագների հետ կապված եզրահանգում էր ներկայացրել։ Գիտեք, նույնիսկ նրա մասին չէ որակով է թե որակով չէր, ճիշտ էր թե սխալ էր, իշխանության դիտանկյունից այն ներկայացրել թե այլ ազատության, բայց խնդիրը այն էր, որ այնպես չէ, որ այդ զեկույցը բոլոր հարցերի պատասխան տվել էր։ Եվ երկրորդը զեկույցը կարդացող մարդը վերջում եզրահանգում էր անելու, անկախ այն հանգամանքից թե դրանում ում վրա ինչ ուղղորդում էր արված, ինչ թիրախավորմամբ էր արված։ Նույնիսկ այդ պայմաններում դրա պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն էր, մարդը, ով ղեկավարել է process-ները, որտեղ պատերազմը դա մենակ զինված ուժերը չի մղում։ Պատերազմը պետությունն է մղում եւ հիմնական որոշումները եւ լծակները այդ քաղաքական իշխանության ձեռքերում են եւ այս իրավիճակում որքան էլ իշխանությունը փորձի դա այս կամ այն դեմքի վրա վերագրելու, այստեղ գլխավոր պատասխանատվությունը հենց Նիկոլ Փաշինյանի վրա է։ Իհարկե սրանից չի հետևում, որ տարբեր օղակի զինվորականներ որևէ պատասխանատվություն չունեն տարբեր դրվագների համար, սկսած գումարտակ օղակից, միգուցե ավելի ներքևի հրամանատարական օղակներից սկսած յուրաքանչյուր իր մասով պատասխանատվություն ունի իր վրա դրված խնդիրների, հրամանների կատարման կամ դրանց արդյունավետության մասով, բայց մեծ թվով խնդիրներ կան, որոնք տապալվել են, որոնց մեջ որոշիչ դերը կառավարման խնդիրներին է եղել եւ այն միջոցառումների, որոնք նախատեսված պլաններով պետք է իրականացվեն կամ չեն իրականացվել, սկսած մոբիլիզացիայից վերջացած կարգապահության հետ կապված բազմաթիվ հարցերով։ Դրա համար ըստ ձեզ այդ զեկույցը արխիվ ուղարկվեց, դա քաղաքական որոշում էր, որ ընտրությունների նախաշեմին այսպես բացահայտումներ չլինեն։ Միանշանակ, որովհետև այդ զեկույցի հանրայնացումը հանրության մի մասի մոտ նոր մոլորություններ էր առաջացնելու եւ իշխանությունը այս 5 տարվա ընթացքում իր կառուցած քարոզչական նարատիվները հիմնավորել որևէ հնարավորություն չէր ունենալու եւ երկրորդը ցանկացած ողջամիտ մարդ, ով կկարդար այդ զեկույցը, ով ուներ նվազագույն նույնիսկ վերլուծական ունակություններ, իր համար կարձանագրեր, որ անկախ հանգամանքներից
անկախ այս կամ այն առաջ բերված խնդիրներից մեկ է ողջ իրավիճակի պատասխանատվությունը մեծ առումով գործող իշխանության վրա էր, ով իր նշանակումներով, իր տապալված փոփոխություններով, իր բանակցային գծերով եւ այլն ամբողջությամբ ըստ էության տապալվել էր։ Այս ռազմական գործողությունները հպատական չէին սկսվել։ Դրան զուգահեռ մշտապես գնացել է բանակցային գործընթաց։ Բանակցային գործընթացում իշխանությունը նախ հայտարարեց, որ սկսում է սեփական կետից, հետո ասում էր, որ դրա սկզբունքը ոչ թե պետք է լինի պայմանական այն սկզբունքները, որոնք դրված էին բանակցությունների հիմքում, այլ արդար հանգուցալուծումը։ 2019-ին իշխանությունը դեռևս չէր խոստովանում, որ բանակցային սեղանի նոր փաստաթուղթ է ներկայացված, ինչը սկսեց խոստովանել միայն միջնորդ երկրների դրա մասին խոսելուց եւ այլն, այսինքն սրա տակ ռազմական բաղադրիչից բացի նաեւ դիվանագիտական ֆիասկո է, որը վերեց եւ մեր երկիրը հասցրեց այս կետին։ Նիկոլ Փաշինյանը այս համատեքստում ասում էր, որ Սերժ Սարգսյանն է իր ձեռքով գրել, որ ռազմական բալանսի խախտում կա, այդպես է եղել թե ոչ։ Նախ այդ ռազմական բալանսի հետ կապված թեման ներկայացում էր երրորդ երկրին գրած գրության համատեքստում։ Գիտեք, այս թեմայով, քանի որ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ինքը փաստաթուղթ է հրապարակել, դու փաստաթուղթ հրապարակի բոլորս կտեսնենք։ Այստեղ ես մեկ բան միայն կարող եմ ասել։ Տարբեր իրավիճակներում, հատկապես եթե խոսքը գնում էր այն երկրների, որոնցից մենք մատակարարներ ենք ստանում, տնտեսական նաև արտոնություններ ենք ստանում, եթե խնդիր է եղել ավելին ստանալ, ավելի մատչելի գնով ստանալ, ավելի լավ արտոնյալ պայմաններով ստանալ, իհարկե պետք է ամեն ինչ անել, պնդել, մի քիչ գույները նաև մքեցված ներկայացնել, ստանալու այն ինչ որ ստացել ենք։ Ընդ որում ես ձեզ ասեմ, որ 2016-ի մարտական գործողությունից հետո էլ գործողությունները, որոնք միջոցառումները, որոնք ներկայացված են, նաև որոշակիորեն երևում է նաև 44-օրյա զեկույցում, ըստ էության ցույց է տալիս, որ անհրաժեշտ եզրահանգումներ 2016-ից հետո իշխանությունն արել է։ Դա արել է այլ երկրի ղեկավարին իրավիճակը այլ գույներով ներկայացնելու, դա արել է պահանջների ձևով, դա արել է խնդրանքների ձևով, դա արդեն հարցի մեկ այլ կողմն է։ Գլխավոր խնդիրը այն է, որ 2016-ից հետո դասեր են քաղվել ռազմական գործողությունների ժամանակ մեր արձանագրած բաստողումներից, դրանք լրացվել են եւ սպառազինության ձևով եւ այն վերափոխումների, որոնք ըստ էության նաեւ այս իշխանության զեկույցներում կամ չեզոք կամ նույնիսկ դրական լույսի ներքո է ներկայացված։